Ես անկասկած մահից չեմ վախենում ինչպես որևէ մեկը։ Ես շատ կցանկանայի չմեռնել ոտքով բարձրանալուց։ Գիտեք, սա հսկայական պատիվ։ Միայն մեկ շարժումով ամեն ինչ շատ վատ կվերջանա։ Ես ազատ եմ դա չանելու։ Երևի 2015-ին սկսեցի խոսել Ջիմիի եւ Չայայի հետ իմ մասնակցությամբ լիամետրաժ ֆիլմ նկարելու մասին։ Ես չէի ուզում մի ֆիլմ ստացվեր ավտոմեքենայով ապրելու ու ժառանգագործելու մասին։ Ուզում էի ֆիլմ Էլ Կապիտանի մասին։ Դա արժանի էր մեծ էկրանի, նկատի ունեմ Էլ Կապը աշխարհում ամենաօգեշնչող ժառապատն է։ Այն պետք է դիտվի մեծ էկրանի վրա, եւ այս ամենը պետք է լուսաբանվի։ Մենք բոլորս իսկապես ուզում էինք առաջ մղել այս կինոն եւ դրա լուսաբանման եղանակը։ Եվ սա կյանքում մեկ անգամ պատահող իրադարձություն է։ Միգուցե մեկ անգամ շատերի կյանքում։ Մենք ունեցանք գրագետ մի թիմ, որ համարյա ամբողջությամբ բաղկացած էր պրոֆեսիոնալ ժառանգություններից եւ հիանալի կինոօպերատորներից։ Great cinematographers. Ինձ համար ամենանյարդային պահը դա սուբյեկտն էր, որը չուներ եւ ոչ մի բան։ Ես չունեցա հոգեբանական անդունդ եւ չճնշվեցի այդ ամենից եկող իրավիճակից։ Ուղղակի սպասում էի, երբ նրանք կանցնեն դրա միջով։ Դա ծանր էր։ Միշտ մտերիմ ընկերներ։ Կարծում եմ ես ու Ջիմին իրոք փնտրում էինք հնարավորություն նկարահանելու մի ֆիլմ, որտեղ Ալեքսը պատկի զգացողություն կունենար եւ դա կարող էր աշխատել իր կերպարը։ It was interesting because I'd sort of envisioned it as making a Որպես պրոֆեսիոնալ ժառանգագործող ես փորձառու եմ, ինչը ստիպում է այլ կերպ ժառանգագործման, այսինքն կինոների ստեղծմանը։ Իսկ հիմա դա եւ զվարճանքի պես մի բան է եւ մարտահրավերից համար, քանի որ նկարահանվելու էր իմ իրական առօրյան, իմ կենցաղը հարաբերություններս ընկերուհուս Սանի հետ եւ այդ չթաթվող ներկայությունը տեսախցիկով մարդու, ով միշտ մոտ տակայքում պիտի մտածեր, երբ ես ժառի վրա չէի։ Նկատի ունեմ դատևելու էր 2 տարի, 2 տարվա իմ կյանքի նկարահանումներ պետք է լինեին, եւ դա բավականին անկեղծ կստացվի, այստեղ կա ամեն ինչ։ It's all there.